Ես կմոտենան, կխոսանք, մենք քաղաքական դաշտից հեռու մարդիկ ենք, կմոտենան մեր հարցը տրանսպորտի նախարարի հետ է։ Լրագրողները ցավոք այդ հարցը չեն կնահատում։ Կուլտուրական տեղը է, մեզ բաներ գործում։ Մենք բեռնափոխարինում։ Մեզ բառեր օգտագործում։ Դե ես էլ հենց շեշտում եմ։ Արա չէ, այս խոսակում։ Ժողովուրդ ջան, ելի կկրկնեմ, տրանսպորտի նախարարը կմոտենա, մենք էլ կխոսենք, էլի։ Սենք հիմա իսպես որ խոսեցինք, ոչ մեկ հարց չծա։ Դե ամեն մարդ ունի իր տարբերակը, իր պահանջը, ինչ կնանք սենք։ Այստեղ հարցը ընդեղ է, որ ժողովուրդ ջան, արեք սպես են, ենք որ սի կոչ է, մենք քաղաքական դաշտից հեռու մարդիկ ենք, սի կոչ է, որ մեր կոչով մենք կոչում ենք ամբողջ մեր հայ ազգի ժողովրդին, թե կաբրին տեղում, թե Ռուսաստանում, թե Ամերիկայում, ում ձեռը 1% հնարավորություն կա, թող թասիբ ունենան, քաղաքականությունը դնեն մեկ կողքի, սև ու սպիտակը դնեն կողքի, ուղղակի կպնին մեր այս հայ ազգի գործին, որովհետև սիկ շատերը պատկերացնում են թույլ, ասենք ինչ որ բան է, բայց չէ, սիկ շրջափակման մի հատ առաջի փուլն է, իմ կարծիքս է։ Դե թող մեր հայ ազգի կոչս իմ հայ ազգի մեր բոլոր բարերարներին է, կապ չունի, ինքը կունենա պետական լծակ, թե ուղղակի բարերար է։ Մենք ունենք շատ պես ուժեղ մարդիկ։ Թող կան ամեն մեկը իրանց վայրից, Ռուսաստանում է բնակվում, Ռուսաստանում 1% հնարավորություն լծակ ունի, թող օգտագործեն այդ լծակ, կոչս հենց ամիջապես իրանց է։ Որ դուս բերեն մեզ այս վիճակից, ինձ չի դաշկերը իմ 90 օրս լրացավ ինձ դեպորտ կենեն, թե ինչ կենեն, ինձ հարցը ստեղ իմ երկրից ապրելաձևն է, որտեվ շուտով հունվարով էտեսիկ բանի տեղ չդրեցինք, հունվարի 1-ով կնան լրիվ փակեն, շրջափակման մեջ մտնենք։ Սաղ դե տեղյակ եք, թե Վրաստանում էլ ինչ կկատարվի մեր հայ բեռնափոխադրողների համար։ Դե տեսնենք ով կա հարկ համարը, տեսնենք, հա իհարկե, մարդիկ շատ լավ է կաշխատին, օգնել են, արդեն փոփոխություններ նկատում ենք այն կողմից։ Դե շոֆերներին, վարորդներին, փոխադրողներին չեն նեղացնում։ Այստեղ մենակ հարցը վարորդները չէ, ժողովուրդ, օրինակ գյուղացին պամիդոր վարում կմշակե, եթե ինքը չկրծավ արդահանը, շոֆերը չկրծավ դիք տաներ, պարզ բան է, ամբողջ հայ ազգի էներգետիկան կնա կաթվածահարեն է։ Դրա համար օրհասական վիճակ է, էլի եւս մի անգամ կոչեմ անում մեր հայ ամբողջ մարդկանց ում ձեռքը հնարավորություն կա, ով կկրնանա այս հարցին ինչ որ մի հատ իր ձևով լուծում տա, թող ելին չնայեն քաղաքական հայացներով սև ու սպիտակ կամ չգիտեմ ինչ, ուղղակի մեր փրկությունը Գարեգին Նժդեի հետև կարծացել եք, գիտեք, մեր փրկությունը մեր միասնության մեջն է, հերիք է։ Ամեն մեկս մեր կողքերով ապրենք, նայենք որ մեզի նեղություն չեն տա, ես պրոբլեմ չունեմ, բայց ստեղ եմ, սաղ օրը, սեղավ քանի օր է ստեղ ենք։ Հիմա տարբեր պաշտոնյաների անուններ եք տարի, որ ցանկանում եք Մհեր Գրիգորյանին հանդիպել, Խուդաթյանին, ձեր մյուս գործընկերը այդ մասին նշեց, հիմա հստակություն կա, քայլ պետք է այսօր անեք։ Հստակություն մեր քայլը էլի կկրկնեմ, ժողովուրդ ջան, մենք քաղաքականությունից հեռու ժողովուրդ ենք, մասսա ենք, մենք մեր աշխատանքի տերն ենք։ Մենք փորձում ենք օգնել մեր հայ ժողովրդին, մեր բեռնափոխադրողներին, մեր բիզնեսմեններին։ Եթե մենք չաշխատանք, խանութներում շատ բաներ դեֆիցիտ կդառնան։ Դե կտկան բանը, ուրիշ ոչ մի բան։ Հիմա այստեղ ստորագրահավաք են իրականացնում։ Պահանջը ո՞րն է։ Եվս մեկ անգամ եմ կրկնում, իհարկե ստորագրել են, կդուր մեջը բան չկա, պահանջը պարզ, եվս մեկ անգամ չկրկնեմ, պարզ մեր քայլերի համար է, որ մենք ստեղ ենք, մեր ձայնը հասանել է, մեր համար է, որ մենք ստեղ ենք, ուրիշ ոչ։